ներկայանում եմ, ես Տորմեր Նազարյանն եմ, 2010 թվականի հունիսի վերջին Տավուշիմյանի աբզորամասում զոհված սպա Արտակ Նազարյանի քույրը։ Լրատվամիջոցները այդ գործին հետևում են և բավական տեղյակ են, մանրամասների չեմ ներկայացնում, բայց եթե հարցեր լինեն, իհարկե կներկայացնեն։ Ասուլիսի մասնակցում են մայրս, մի ժամանակ ինքնուրդուժով իրավահաջորդի Հասնիկովասյան, Ռուբեն Մարտիրոսյանը մեր ներկայացուցիչն է, ուժովի իրավահաջորդի, Մուշեղ Շուշանյանը, փաստաբան, Ալվարդ Գնացականյանը, ամբաստանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութ Կիրակոսյանի և Մխիթար Մխիթարյանի պաշտպանն է, նրանք շարքայիններ են եղել դեպքի պարագին։ Մյուս երկու պաշտպանները նույնպես պետք է մասնակցեին ասուլիսին, Հակոբ Մամիկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը քիչ առաջ առանցքով տեղեկացրեց, որ ինքը քննչական գործողությունների է մասնակցում և ցավոք չի կարող ներկա գտնվել, բայց միանում է մեզ, այսինքն այս ասուլիսի մասին որոշումը կայացրել ենք համատեղ, Լևոն Պողոսյանի հետ միասին նաև, չգիտեմ, գուցե ընթացքում ինքը միանում էր այս տեղեկություն չունեմ։ Այսքանը, ինչպես գիտեք, վերջերս ավելի ճիշտ հունվարի 18-ին Դատավուր Մարտանյանը որոշում կայացրեց գործը հետ վերադարձնել Իջևան, թեև հենց ինքն էր հոկտեմբերին որոշում կայացրել Տավուշից բերել Երևան, և մենք այդ մասին հայտարարություն տարածեցինք, հիմնավորելով, որ դատավորի որոշումը անհիմն է և միակ նպատակը ծածկադպրոցանելն է ու մեղադրանքի շրջանակներում դատավճիռ կայացնել։ Այսքանը, չոքանք ասել, թե սկսենք հարցերով։ Եկեք հարցերով Չեմ ասում, կադր մատնում է։ Ուժով կողմ որոշել է, որ բոյկոտ ես ուժով կողմի դիրքորոշում ներկայացնում է արդեն, մենք որոշել ենք բոյկոտել դատական նիստերը, որոնք կայանալու են Իջևան քաղաքում, ես ասեմ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Պարոն Մարտանյանը, որի վարույթում գտնվում է տվյալ քրեական գործը, ինչպես նշվեց նախորդ տարվա հոկտեմբեր ամսին մեր միջնորդությունը բավարարեց, որոշեց արտագնա դատական նիստեր անցկացնել Երևան քաղաքում, քանի որ դա մի կողմից օրենքի պահանջն էր, մյուս կողմից ինչպես մենք հիմնավորեցինք, դա էր պահանջում արդարադատության իրականացման շահը, իսկ այս տարվա հունվարի 18-ին նա կայացրեց մեկ այլ որոշում, որը լիովին հակասում է իր նախորդ որոշմանը, նա որոշեց գործը կրկին տեղափոխել Տավուշի մարզի դատարան և նիստեր անցկացնել Իջևան քաղաքի դատարանում։ Ուրեմն մեր դիրքորոշումը ինչով էր պայմանավորված դատավոր Մարտանյանի տվյալ որոշումը։ Ուրեմն Երևանի Շենգավիթի դատարանը, որտեղ տեղի էին ունենում դատական նիստերը, իրականացվում էր հրապարակային բաց դատական քննություն, որին մասնակցում էին բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և վկաների հարցաքննությունը մեղադրանքի կողմի համար, այսինքն մեղադրանքը պաշտպանող դատախազի համար, շատ բարդ և անկանխատեսելի սցենարով են ընթանում։ Այսինքն այն ինչ որ իրանք նախատեսում էին 1-2 նիստով տվյալ վկայի հարցաքննությունը ավարտել, այդ նպատակին կարծես թե իրանք չկարողացան հասնել։ Խոսքը վկա Արման Մնացականյանի մասին է, որը դեռևս դեկտեմբերի սկզբին պետք է զորացրվեր, ուրեմն ապօրինի նա պահվում էր զինվորական ծառայության մեջ, չէին զորացնում նրան, քանի դեռ նա դատարանում իր ցուցմունքները չէր ավարտել։ Ի վերջո ստիպված իրանք եղան Արման Մնացականյանի հարցաքննությունը տեղափոխել այս տարվա հունվար, նրան զորացրել, թեպետ նրա նկատմամբ կիրառվեց նոր պաշտպանության միջոց, նրա հայտարարության հիման վրա, այն
Այնուամենայնիվ խոսքը նրա մասին է, որ մեղադրողի համար գործի քննությունը ընդհանում է ոչ սահուն այն տարբերակով, որոնք իրենք կարծում են նախատեսում են։ Հիմա ինչ նպատակ է հետապնդում գործի իջևան տեղափոխելը։ Գործի իջևան տեղափոխելով իրանք ցանկանում են արագ, այսպես ասած, տնավարի այդ գործի դատաքննությունը ավարտել։ Ես համոզված եմ, որ վկաների մեծ մասը չի բացառում, որ բոլոր մնացած վկաները դատակոչի ենթակա չեն ներկայանալու դատարան, նրանք դատարանի դիմներ են ներկայացնելու, որ մենք խնդրում ենք հիմք ընդունել մեր նախաքննական ցուցմունքները եւ դատարանը բավարարվելու է ընդամենը նախաքննական ցուցմունքները հրապարակելով եւ դրանք դնելով ապագայում կայացվելիք դատական ակտի հիմքում։ Այսինքն ըստ էության կարող ենք փաստել, որ դատավոր Մարդանյանը հանդես չի գալիս որպես դատարան, քանի որ արդարադատությունը չի իրականացնում եւ արդարադատություն իրականացնելու նպատակ չունի։ Դատավոր Մարդանյանի առաքելությունը տվյալ գործով կայանալու է նախաքննական նյութերը հաստատել, այսինքն ըստ էության մեղադրական եզրակացության վրա դատարանի կնիքը դնել է, ինչը մեզ համար անթույլատրելի է։ Դա բարդ էր կատարել Երևանում, որտեղ գործի քննությանը հետևում էին բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ եւ այլն, դա իրանց պատկերացմամբ ավելի հեշտ է կատարելը Իջևան քաղաքում, որտեղ դատական նիստերին ըստ էության մասնակցելու են 1-2 տեղական լրատվամիջոցներ, 1-2 բան կգրեն, աղմուկը կանցնի, արագ կգնա, այնտեղ ավելի հեշտ է այդ կեղծ դատաքննությունը մարսելը, ասենք դա հնարավոր կլիներ անել Երևանում։ Ըստ էության խնդիրը այս խնդիրն է դրվել մեր կարծիքով դատավոր Մարդանյանի առաջ, ես համոզված եմ, որ ինքը այդ որոշումը ինքնուրույն չի կայացրել եւ մենք կարծում ենք, որ այս ամենի ինքնում կանգնած է զինվորական դատախազը, որը կոորդինացնում է բանակում կատարված տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ քրեական գործերի այդ ամբողջ ընթացքում, ներառյալ նաև դատական քննության ընթացքում։ Ուրեմն ես ասեմ ձեզ, օրենքը նախատեսում է, որ ուժող կողմի չներկայանալը խոչընդոտ չի դատական քննությունը շարունակելու համար։ Ես վստահ եմ, որ իրանք շատ ուրախ են լինելու մեր չներկայանալու համար, բայց մենք նաև պետք է հայտարարենք, որ մենք չենք պատրաստվում մասնակցել լրիվ ձևական բնույթ կրող մի ընթացակարգի, որը իրանք կոչում են դատական քննություն, դա դատական քննություն չի, ես կրկնում եմ, այնտեղ արդարադատություն չի իրականացվելու։ Եթե կողմը չի մասնակցելու եւ դա անհնարին խոչընդոտ չի եղել, ապա կարելի է առանց ամբողջական կողմից ֆակտորի անհնարին որ պաշտպան չեն ներգրավի, եթե նոր պաշտպան ներգրավեն, նշանակում է քրեական գործի ներկայացվում է դժոխ կողմ։ Չէ, ես դժոխ կողմի դիրքորոշումը ներկայացրեցի, դժոխ կողմը որոշել է, որ Իջևան քաղաքում անցկացվելիք դատական նիստերին չի ներկայանալու, գոնե առայժմ այս պայմանությամբ մենք բոլոր հնարավոր քայլերը, միջոցները ձեռնարկելու ենք, որ գործը կրկին տեղափոխվի Երևան։ Հետո մենք չենք պատրաստվում Իջևանում նախատեսվելիք այդ բանի մասնակցելու, կեղծ ֆարսի ամբաստանյալների, ֆակտորն 3 ամբաստանյալների ձեր դիրքորոշում ինչպիսին է, եթե դուք չմասնակցեք բնականաբար այո, օրենքն որ երրորդ անգամ դատարանը կարող է պաշտպանին հանդիպի հեռացնել եւ որ պաշտպանը գրավել, բացակայության ընթացքում այս պարագայում ես ուժողին եւ ներկայացուցիչների համակարգում ուղղակի դժվար է իսկապես տանուշում
մարդ գնան, բայց այդ շատ լավ կլինի, որ բուժողի ներկայացուցիչները իսկապես դատական պրոցեսին ներկա գտնվել։ Համենայն դեպս մենք կորցրել ենք գրագետ մի անձնավորության մեծ համար էլ վարկի, բարոյապես մենք կուզենանք, որ բուժողի ներկայացուցիչները ներկա գտնվեն դատական նիստին։ Այս պարագայում կասեմ, որ ես դիրքորոշումը ճշտել եմ իմ պաշտպանյալների և ծնողների հետ, բոյկոտին միանում ենք այն պարագայում, որպեսզի նորից դատական նիստերը կայանան Տավուշի մարդուց տեղափոխվեն Շենգավիթ դատարան և ավելացնեմ, որ իմ պաշտպանյալների համար էլ շատ դժվար է, երբ որ առաջ տանում են Տավուշ, այնտեղ մեկուսարանում պահում են, փաստորեն մի 3-4 օր հավանաբար այնտեղ մնում են, հենց համար էլ շատ դժվար է։ Այս պարագայում ես նաև ճշտելով իմ պաշտպանյալների և իմ պաշտպանյալի ծնողների հետ համակարծիք եմ բուժողների կարծիքի հետ և գտնում եմ, որ պետք է հարգարժան պարոն Մարդանյանը իր դիրքորոշումը փոխի, նորից դատական նիստերը կայանան Շենգավիթ դատարանում։ Իսկ մեկ հարց էլ ներողություն, այդ ամբողջը սկսվեց նրանից, արտագնան նիստի կոպիտ ասած սկսվեց նրանից և դուք հարցեր էիք տալիս գործող վկային։ Արդյոք ձեր նկատմամբ անկարգությունների մեղավորության պատճառը լրիչ այդ երկխոսություններ, որը լարվածություն ստեղծեց դատարանում և արդյոք դրանից հետո ձեր նկատմամբ որևէ ճնշում եղել է։ Ասեմ, որ ճնշում իմ նկատմամբ չի եղել, ուղղակի այդ բաց բոլորը նկարահանվում էր և գիտեին, որ այնպիսի բառից ու չգիտեմ կարճել ենք, որ կարևոր վկան, առանցքային վկան չգիտեր բռնություն ինչ է։ Նա հայտարարում էր, որ բռնություն են գործադրել, բայց չգիտեր բռնությունը ինչ էր։ Բռնության բառի իմաստը հասկացվեց միայն դատավորի հուշմամբ, թե դա ինչ է նշանակում, ծեծել, հարվածել և այլն։ Հավանաբար այս պարագայում խանգարեցին, մենք կունենայինք մեզ շատ ավելի այն ճիշտ տեղեկությունը, որը վկան կոծվում էր։ Այդ իսկ պատճառով իմ կարծիքով թերևս դատավորը տեղափոխվեց նորից Տավուշի մարզ, այնտեղ այսքան հրապարակավ չէր մեկնաբանվում այդ դատական նիստերը։ Նույնպես ասեմ, որ կարծում եմ, որ համոզված եմ, որ դա ավելի շուտ առիթ էր պատրվակ էր դատավոր Մարդանյանի համար գործի Իջևան տեղափոխելու համար, քանի որ այն պատճառաբանությունը, որ ինքը բերում է, որ գործի Իջևան տեղափոխելը հետապնդում է նաև հասարակական կարգի պատշաճ պահպանումը ապահովելու նպատակ, ուրեմն դա բացարձակ մտածվածի մի հատ հիմնավորում է, այդպիսի բան չկա։ Շենգավիթի դատարանը միակ դատարանն է, որտեղ առկա է նման դահլիճ, որտեղ իրոք հնարավոր է պահպանել պատշաճ հասարակական կարգ դատական նիստերի դահլիճում։ Թե Իջևանում դատավոր Մարդանյանը ոնց է պատկերացնում, ոնց է պատրաստում դա անել, ես չեմ կարող ասեմ, դա ինքը թող բացատրի, բայց պարզ է դատավոր Մարդանյանը շատ վաղուց, երևի նոյեմբեր ամսից սկսած անընդհատ այդ թեման ինքը շրջանառության մեջ էր դրել գործը կրկին Տավուշի մարզի դատարան տեղափոխելու համար։ Եվ դատական նիստերի դատավարության կողմերից մեկը և նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության կողմերից մեկը միջնորդություն էր ներկայացնում, ինքնաբացարկի միջնորդություն կամ այլ միջնորդություն, ինքը անմիջապես դրանից հետո ասում էր այդպես չի լինի, մենք երևի թե նորից պետք է տեղափոխվենք Տավուշի մարզի դատարան, այսինքն դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական իրավունքներից օգտվելը, դրանք իրացնելը դիտվում էր որպես դատական նիստի բնականon ընթացքին խոչընդոտում։ Հիմա չի գնահատում ամեն տեղափոխում։ Ներողություն մի բան էլ ավելացնեմ, որպես ապացույց այն բանի, որ դա ընդհանուր պատրվակ է, ընդհանրապես առիթ էր եւ դատավորը սպասում էր այդ առիթին, ուղղակի հիշեք, որ մինչև միջադեպը տեղի ունենալը, մինչև վկայի ցուցմունքները հունից հանեցին Աբաստանյանների հարազատներին, արդեն այդ օրը ներկայացել էր երկրորդ մեղադրողը և փաստորեն զին դատախազությունը դատարանում ամրացնում էր իր դիրքերը։
Իսկն ակնհայտ էր, որ ինչ-որ բան տեղի էր ունենալու և ես դա միանշանակ դիտում եմ ինչ-որ նշան, որ պետք է գործը տեղափոխվեր Իջևան։ Եթե անգամ միջադեպը տեղի չունենար, արդեն երկրորդ դատախազը եկել էր և պարզ էր, որ գործը տեղափոխվում էր Իջևան։ Ինչպես նշեց պարոն Շուշանյանը, Իջևան տեղափոխելի որոշում ուներ ստվերային համահեղինակ, որը զինվորական դատախազ Գագիկ Կոստանյանը։ Նպատակ ասենք, եթե գործով կատարվեր իրոք օբյեկտիվ արդարադատություն, ապա ուժող կողմի հանդոսմամբ զինք դատախազության, ՀՀՊՆ քննչական ծառայության և ՀՀՊՆ ռազմական ոստիկանության առնվազն 15-20 աշխատակիցներ պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության նախաքննության ընթացքում կատարած հանցագործությունների համար։ Եթե հիշում եք, տարեվերջի զեկույցում զինդատախազը նշեց, որ 2000 թվականի գործերում կան թերություններ։ Նա դիտավորյալ սպանության կոծկումը հանցավոր ճանապարհով անվանումը թերություն։ Մենք բառերը իրենց անունով են կոչում։ Հանցագործություն։ Ավելացնեմ, զինդատախազի ձեռքում բոլոր այն փաստերը, որոնք մենք ունենք, որոնք ապացուցում են, որ նախաքննության ընթացքում կատարվել է քննիչների, դատախազների և ոստիկանության աշխատողների կողմից հանցագործություն։ Սակայն զինդատախազը փոխանակ այդ փաստերով կատարել ծառայական քննություն և պատասխանատվության ենթարկեր բոլոր մեղավորների, ստիպում է դատավորի գործը տանել Իջևան, մեկ և երկրորդը ուժեղացնում է մեղադրող կողմի, երկրորդ մեղադրողը բերում, որպեսզի այդ կեղծ գործը, այսպես ասած, անցկացնի, որպեսզի մեզ վախացնի, մեզ խեղճացնի, մեզ հուսահատեցնի և այդ փաստերը իհայտ չգան։ Նշեմ, որ նախաքննական ցուցմունք ինչու են իրենք ուզում հիմք ընդունվի նախաքննական ցուցմունքները։ Մենք ունենք փաստեր, գործում առկա են փաստեր, որ նախաքննության ընթացքում Ինչպես մատաղիսի գործում, եթե հիշում եք, ծեծել խոշտանգել են զինվորներին և նրանցից կեղծ ցուցմունքներ են կորզել։ Այս մասին գիտեն բոլորը, բայց գրում են։ Առաջին հարցը ծայր եզակի դեպքից է համադրյալների ուժեղ կողմը կարծես թե համակարգել ակտումները ձեր պատկանալների նկատմամբ, այդ ձեր ձեռքբերությունը և երկրորդ հարցը ձեզ տարեվերջան մեկ ժամանակից նշեցիք, որ հանցագործության մասին բազմաթիվ հայտարարություններ եք տվել, ինչ ճակատագրի արժանացած։ Այսինքն, եթե ես ասեցի այդ մասին, եթե զինդատախազը ցանկանա օբյեկտիվ արդարադատություն իրականացնել, նա ընթաց կտար այդ մեր հայտարարություններին, բայց նա այդ հայտարարությունները ուղարկել է Մարտանյանին և մինչ օրս այս հարցով ոչ մի հայլ չի կատարվել դատավորի կողմից։ Ընդհակառակը դատավորը հենց այդ հայտարարությունները հիմք ընդունելով որոշեց, որ սկզբից պետք է վկաները հարցաքննվեն, որպեսզի այդ փաստերը իհայտ չգան։ Հույս ունենալով, որ վկաների հարցաքննության հետո արագ ինչ-որ ծրագիր ունեն երևի իրենք, որ նրանք պետք է մեզ ինչ-որ ահաբեկեն և այս գործը փակեն։ Երևի այդպիսի ինչ-որ ծրագիր ունեն։ Մեր կարծիքով։ Պաշտոնյաների ենթարկվել ընկերության ձեզի, իսկ ձեր հարցը այն էր, որ ամենայն դեպս ուժող կողմի հետ այլ թերևս համակարծիք են և մեր դիրքորոշումները համակին են, որովհետև ուժող կողմը վստահ է այս պարագայում կարծում եմ, որ իմ պաշտոնյաները աննայեն այո իրենց եղբոր նկատմամբ այդպիսի բռնություն, այդպիսի բաներ չեն եղել։ Երբանից եք իրականացրել, նախաքննության փուլում իրականացրել եք պաշտպանված։ Արդեն դատարանում։ Բռնության է ենթարկել, ես մտածեցի, որ եք իրականացրել, որ կարող եք նախաքննության։ Ազատություն ռադիկալը մեկ շաբաթ առաջ Հարություն Հարությունյանը Ազատություն ռադիկալի հարցազրույցում ընդդեմ որ անգամ դատաքննության ընթացքում որևէ ապացույց չեկավ ապացուցելու, որ Նազարյանի սպանել են ու այդ ամբաստանյակները ծեծելով հասցրել են նրան ինքնասպանության։ Ուզում մեկնաբանել դատախազը, ստացվում է դատախազը մինչև հիմա չի համոզվել, որ Նազարյանի սպանել են։
Ամենայն դեպս դատախազի չի պատասխանել ձեր ոչ մի հարցին եւ ոչ էլ դատախազը չի պատասխանել ոչ ձեր, ոչ էլ իմ հարցերին, թե ինչ եղան հանցագործության այն հաղորդումները, որ մենք դատարանում, մամուլում ամենտեղ ներկայացնում ենք եւ իր վերահսկողության քննված գործում տեղի ունեցած հանցագործությունների մասին են ճիշտ քննիչների կողմից։ Ինքը ոչ մի պատասխան չունի, ուղղակի ասում է դա դատաքննության փուլում դեռ չեմ ուզում դրան անդրադառնալ։ Եթե պատասխանն ուներ, կարծում եմ կպատասխանի։ Եվ մի հարց, եթե Մարդանյանը չգիտեր, որ Երևան վերելով այս գործը նման իրավիճակ չհասնելու, ինքը մի անգամ որոշվեց չէ, որ գործը հասնելու է Երևանի դեպքում ինչ իմաստունք բերել, հետո նորից հետ տանել։ Ոչ, այդ պահին նա չգիտեր, որովհետև մենք բացակ չէին ներկայացրել մեղադրանին եւ չէին ներկայացրել մեր փաստերը։ Նա միամիտ, մենք դիտավորյալ չներկայացրեց։ Համաձայն եմ պարոն Մարտիրոսյանի, հավանաբար ուժող կողմից ուրեմն նման ակտիվ մասնակցություն դատական քննությանը եւ նման դիրքորոշում չէր ակնկալվում։ Այլապես չէր բերել։ Իրոք դժվար է պատկերացնել, որ գործը կբերի։ Դատավորը չէր սպասում նաեւ, որ մենք կմիավորվենք։ Այո, ամենա իրենց համար ահավոր սարսափելի։ Եվ մենք միավորվեցինք ամբաստանյան կողմի պաշտպանների հետ։ Բոլոր հաստաբաններով եւ պաշտպաններով միավորվեցինք իրար հետ։ Եվ դա բարոյական է եւ դա բխում է արդարադատության շահերից։ Սահմանադրական դատարան։ Մենք սահմանադրական դատարանի որոշումը մենք դիմել էինք սահմանադրական դատարան, որով վիճարկել էինք քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի սահմանադրականությունը, որոնք հիմք ընդունելով նախաքննության մարմինը մեզ մերժել էր տրամադրել քրեական գործի որոշ նյութեր, որոնց արժանահավատությունը մենք ցանկանում ենք վիճարկել։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ ուժողը կարող է ծանոթանալ քրեական գործի նյութերի նախաքննության ավարտման պահից եւ այնտեղ նշված են այն նյութերը, որոնց կարող է ծանոթանալ նախաքննության ընթացքում եւ նաեւ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը, որը սահմանում է, որ նախաքննության տվյալների հրապարակումը անթույլատրելի է։ Հիմա այդ նախաքննության ավարտման պահից դրույթը եւ 201 հոդվածի սահմանադրականությունն ենք մենք վիճարկում։ Բավականին մանրամասն մենք հիմնավորել էինք, որ տվյալ նորմերը հակասում են սահմանադրությանը, մասնավորապես տվյալ նյութերի չտրամադրումը չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, որը նախատեսված է սահմանադրության 43 հոդվածով։ Այդ հոդվածը սպառիչ նշում է այն նպատակները, որոնց այն շահերը, որոնց արկայության դեպքում կարող է տեղեկատվություն չտրամադրվել։ Սահմանադրական դատարանը կայացրել է հայտարար որոշում։ Ես նման չհիմնավորված որոշում սահմանադրական դատարանի երբևէ չեմ տեսել։ Իրենց նախորդ որոշումներում իրանք գոնե երկար բարակ փորձում էին ինչ-որ բան անել, հիմնավորումներ բերել եւ այլն։ Այս դեպքում իրանք մեր բերած փաստարկների 15%-ին չեն անդրադառնում։ Սահմանադրական դատարանի որոշումը ուրեմն քրեական դատավարության օրենսգրքի վերլուծության մի փորձ է, հիմնավորելու համար, որ իրոք դա անհրաժեշտ է, իրոք դա իրավաչափ նպատակ է հետապնդում, բայց թե որն է այդ իրավաչափ նպատակը, այդպես է հասկանալի չի դառնում։ Այսինքն սահմանադրական դատարանը մենք այսօր կարող ենք փաստել, որ իր որոշմամբ ընդունել է, որ սահմանադրությունից վեր ինչ-որ արժեքներ կարող են գոյություն ունենալ։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ սա հայտարարում։ Սահմանադրական դատարանը բացարձակ չի կատարում այն դերը, որը իրան վերապահված է սահմանադրությամբ, թե ինչով են իրանք զբաղված, իմ համար շատ անհասկանալի է, իմ գործընկերներից մեկի շատ դիպուկ արտահայտությամբ նա ասել է, որ եթե սահմանադրական դատարանը չգտնվեր Բաղրամյան փողոցի Բանուշ մարզում,
շատերը սահմանադրական դատարանի մասին չէին էլ իմանում։ Եվ քիչ թեմայից դուրս է, բայց ի վերջո նաև շատ հիմնավորված մոտեցում կա, որ այս բոլոր այս վիճակի համար պատասխանատու են սահմանադրական դատարանը, որը ամեն համապետական ընտրությունից հետո ինչ պայտարակ որոշումներով, այսպես ասած, օրինականացվել է ժողովրդի պատկանող իշխանության զարգացումը։ Սահմանադրական դատարանը այս ուղղությամբ շատ պայտարակ վիճակում է։ Երբ որ սպասարկում է բոլորի շահերը, բացի սահմանադրության հետևելուց և սահմանադրությունը պաշտպանելուց, բացի իր ուղղակի գործառույթներից, ասել մեր առջև կանգնած մոլոր պատ, ամուր պատ, բոլոր կողմեր։ Տիկին Հասմիկը սրանից մոտ 10 օր առաջ ամսի 19 Տիկին Հասմիկը հանդիպել է հայ նախագահի վերահսկողության վարչության պետ պարոն Հովսեփյանի հետ։ Լսելով Տիկին Հասմիկի պարոն Հովսեփյանը մենք փաստերներ բոլոր ներկայացրել էինք իրեն, պարոն Հովսեփյանը խոստացել էր 2 օրից պատասխանել իր խնդրանքի կամ միջնորդությանը, որպեսզի դատավորը փոխվի, որովհետև մենք 10 անգամից ավել բացարկենք հայտնել պարոն Մարտանյանին, բայց փրփրծում չունենք, այսպես ժողովրդական լեզվով ասած, չենք կարողանում փրկվել այդ մարդուց, խոստացել է 2 օր ընթացքում պատասխանել, անցել է 10 օր, պատասխան չունենք, ըստ էության այդ բարձր պաշտոնյան սպանվածի ծնողին խաբել է։ 10 օր անցել է մեր միջնորդությանը, մեր խնդրանքին պատասխան չունենք։ Եթե դատական նիստերի Իջևան քաղաքում բույնպետի միանա նաև պաշտպանական կողմը, այսինքն ամբաստանյանների իրենց պաշտպանները, շատ մեծ հավանականությամբ իրոք արդյունքին մենք կհասնենք, շատ մեծ հավանականությամբ, որովհետև այդտեղ շախմատային լեզվով ասած պատային իրավիճակ է ստեղծվում, որից ելքելը շատ դժվար է, վերջում իրանք ես համոզված եմ տեղի են տալու, նորից կրկին գործը տեղափոխել են Երևան։ Ես հիմա պաշտպանական կողմի դիրքորոշում այդ արդեն չգիտեմ, վաղը դատական նիստ է նշանակված, չգիտեմ իրանք ներկայանալու են նիստին չեն ներկայանալու, բայց էդ է, իսկ դատավոր Մարտանյանին կրկին ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնել են, նրանից, այսպես ասած, ազատվելու նպատակով, դա անհեռանկար բան է, իհարկե ինքնաբացարկի միջնորդությունները անպայման կներկայացվեն եւ դրա համար ծանրակշիռ հիմքեր լինեն։ Բայց այստեղ վիճակը կարծում եմ այնպիսին է, որ իրան հանձնարարվել է, որ ինքը պետք է գործում հրամայվել է։ Ավելի հանձնարարվելու է դեպքում դատավորի։ Մենք չգիտենք, եթե դուք այդպիսի հայտարարություն անենք, նշանակում է Հայաստանում ազնիվ եւ անկախ դատավոր չկա։ Մենք հույս ունենք, որ պարոն Մարտանյանից ազատվելուց հետո ի վերջո այդ ազատողը գործը կտա մի այնպիսի դատավորի, որը այդ ճնշումներին չի ենթարկվի, պատվեր չի կատարվի, այսպես ասել։ Մեր նպատակն ինչն է, բացահայտել Արտակ Նազարյանի սպանության գործը, որը մեզ համար բացահայտ է, ընդամենը օրենքով հաստատագրել փաստերը եւ մեղավորները հայտնվել ամբաստանյանի աթոռի նրան պատժվել։
Հենց առաջին դատական իսկի ժամանակ մենք հայտարարություն արեցինք, որ եկել ենք պարոն Շուշանյանն ասաց, որ եկել ենք լրջորեն մասնակցելու լուրջ պրոֆեսիոնալ դատաքննության։ Այսինքն, եթե խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում մասնակցել, մենք չենք ուզում մասնակցել ֆարսի, մենք ուզում ենք մասնակցել իսկական պրոֆեսիոնալ դատաքննության եւ հասկանում ենք, որ իջևան տաները նշանակում է տանել ֆարսը շարունակելու։ Սա է խնդիրը ու պարոն Մարտանյանը շատ նեղացկոտ մարդուց է կան, անդր նեղանում է բացարկես հայտնում կամ չգիտեմ, թող գործից հրաժարվի, եթե իրեն անդր վիրավորում են, որ իրեն կարող ինքնաբացարկ հայտնում, չհամաձայնելի է, թող հրաժարվի գործից թող ուրիշներ կան։ Այն, որ դատավոր անարչարչի մենք տեսանք այդ առաջին լիստերից։ Եթե մենք հայտարարում ենք, որ նախաքննությունը կատարվել է, ուղեկցվել է հանցագործություններով, կոծկվել է սպանությունը, շարունակում ենք այդ հայտարարությունը նրանով, որ գործը նախաքննական փուլում հսկել է Հարությունյան ազգանունով դատախազը։ Այսօր այդ դատախազը եկել է դատարան, որպեսզի պաշտպանի այս հանցագործ քննությունը, որով ինքը բնական շահագրգռված է, կատարել է հանցագործություն, ինչու՞ չէ իր ցուցումով են այդ բոլոր հանցագործությունները կատարվի եւ ինքը ուզում է, այսպես ասած, իր կաշին փրկի, եւ մենք դատավորին միշտորտում ենք, որպեսզի մեր բացարկան մենք 10-15 անգամ էլ բացարկենք հայտնել այդ վայ դատախազ, վայ մեղադրողի, մենք նրանցից չենք կարող ազատել։ Եվ ասեմ ձեզ, ինչով է վախեցած զին դատախազը, նախաքննության վերջին 5 ամիսներում նա է վերահսկել նախաքննությունը, նա է եղել նախաքննության հսկողը, Տիկին Ազմիկը եղել է նամոտ, պաստերը, 7 ամիս, նա է եղել հսկողը, եւ այդ հանցավոր մեղադրանքը, հանցավոր քննությունը նրան ամանով ուղարկվել դատարան։ Բնական է, որ նա շահագրգռված է, որպեսզի այս գործը չբացահայտվի, որ մեր հանցագործության մասին հայտարարությունները ընթացք չստանան, նույնը մենք տեսնում ենք նաեւ գլխավոր դատախազի պահվածքով։ Մեր բոլոր հայտարարությունները հանցագործության մասին նա ուղարկում է զին դատախազը վերահսկում է դատավորին եւ մեր համոզմամբ ներքին կարգով ասում են այդ թղթերը խորտին հանգար չբացվի։ Ահա ամբողջ հարցը, դրա համար ասում են պատը մեր առջև կանգնած, մենք կփորձենք այդ պատը քանդել։ Սա նոր մատաղից, այսպես անվանենք, Արտակ Նազարյանի իշխանության գործը դա նոր մատաղից անվանենք։ Ասուլիսը երկուսում հիմա այսպիսի մի պատկեր կա, ուժով կողմը չի գնում, 3 ամբաստանյալների պաշտպանը չի գնում, նրանցը Գևորգյանը ասել է, որ միանում են, փաստորեն մնաց մեկ փաստաբանի դիրքորոշում, այնպես չլինի, որ մենք վաղը գնանք Իջևան եւ հանգած իրավիճակի հետ կապված ինչ-որ բանի։ Հիմա այս դրությամբ մենակ մի փաստաբանի դիրքորոշում կա։ Կարող ենք այսօր դոնե օրվա վերջում իմանալ, թե նա ձեզ ինչ պատասխանել։ Ես ուրեմն չգիտեմ, Հրանտ Գևորգյանը հայտարարել ասեմ, Հրանտ Գևորգյանը երկրորդական միանում է, ես մակարդ չեմ պատկերացնում ինչն է միանում։ Ասուլիսին պետք է միանալ Չէ, ասուլիսի որոշմանը սենց ասեմ, որովհետև որոշում չկա, մինքիս ասում եմ սա հրապետում մեր համար այդ ցավոտ խնդիրը կրկին ներկայացնելու մեր դիրքորոշումը արտարի չենք մասնակցել, ուժով կողմից մասնակցել ես չեմ կարող ասեմ Հրանտ Գևորգյանը վաղը ներկայանացի Բեցանան ոչ մեկին բոլորն էլ բողոքում են Ուզանա ջան, իչիրին խոսքերը Բոլորը դատարանի որոշումից բնականաբար դժգոհ են, բոլորը ասում են, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ գործը պետք է տեղափոխվի Երևան բայց կոնկրետ վաղվան իսկ մասնակցին չեմ Դատականության ողջ ընթացքը Արտակ Նազարյանի սպանության մինչ օրս եղել է անկախատեսելի եւ լինել է անկախատեսելի այնպիսի դեպքեր են ունենում զարգացումներ, որոնք նույնիսկ մենք չենք